Բարև ձեզ, սիրելի ընկերներ, Փառք Աստծո, որ մենք այսօր էլ առողջ ենք, կենդանի ենք, կարող ենք գալ Աստծո ոտքի մոտ եւ սովորել իրենից։ Թող Աստված մեզ տա իր Սուրբ Հոգին, որպեսզի, ինչպես գիտենք, Սուրբ Հոգին մեր ուսուցիչն է, որպեսզի Սուրբ Հոգին ուսուցանի մեզ, թե արդյոք ինչ է ուզում ասել Հայրը եւ Քրիստոսի շնորհքով ոչ միայն լսենք, այլ նաեւ իրագործենք մեր կյանքում։ Հիսուսի անունով խնդրեցի, ամեն։ Մենք հասել ենք արդեն 12-րդ դասին Հովհաննեսի ավետարանի եւ այն կոչվում է Փառքի ժամը, խաչելություն եւ հարություն։ Հիշելու համարն է Հովհաննես 18:37 համար, արդ Պիղատոսը նրան ասաց. ուրեմն դու թագավոր ես։ Հիսուսը պատասխանեց. դու ես ասում, որ թագավոր ես։ Ես ծնվել ու աշխարհ եմ եկել, որպեսզի ճշմարտության մասին վկայեմ։ Ամեն ոք, ով ճշմարտությունից է, իմ ձայնը լսում է։ Հիսուսի խաչելությունն ու հարությունը Հովհաննեսի ավետարանի գագաթնակետն է։ Առաջին 10 գլուխներն ընդգրկում են մոտավորապես 3.5 տարի, իսկ 11-ից 20-րդ գլուխը արդեն 1-ից 2 շաբաթ, այսինքն 1-ից 2 շաբաթվա մեջ ինչ տեղի ունեցավ։ 4 ավետարանները տարբեր կերպ են ներկայացնում Հիսուսի մահը, թեև նրանց պատմությունները համապատասխանում են, յուրաքանչյուր հեղինակ շեշտադրում է այն գլխավոր կետերը, որոնք հատկապես արձագանքում են իր իսկ ավետարանի թեմաներին, օրինակ Մատթեոսը շեշտադրում է Սուրբ գրքի կատարումը, Մարկոսը Հիսուսի մկրտության եւ խաչի համապատասխանությունը, իսկ Լուկասը կենտրոնանում է խաչի վրա որպես բժշկություն եւ փրկություն, օրինակ խաչի վրայի ավազակի պատմությունը։ Սակայն Հովհաննեսը խաչը ներկայացնում է որպես Հիսուսի թագադրություն, հատկապես կապում է ժամանակի կամ ժամի գաղափարի հետ, որը բազմաթիվ անգամ հիշատակվում է գրքում, որտեղ նրա ժամը չէր հասել, ինչ ժամ, փառավորվելու ժամը, բայց այդ փառավորվելու ժամը իր տառապանքների ժամն էր, ինչու, որովհետև երբ որ Ադամն ու Եվան մեղք գործեցին, Աստված, քանի որ մեր Աստված բարի է, չուզեց ոչ հասնել նրանց, այլ տար երկրորդ հնարավորությունը եւ նրանց ասաց, որ Եվայի միջոցով, այսինքն Եվայի ցեղի կանանց միջոցով ծնվելու է մեկը, որի շնորհիվ դուք կստանաք երկրորդ հնարավորությունը ընտրելու հավիտենական կյանքը, ստանալու հավիտենական կյանք, այսինքն մեկը, որ ձեր փոխարեն կվերցնի իր վրա ձեր պատիժը եւ հնարավորություն ձեզ կտա ընտրելու ճշմարտությունը եւ հավիտյան ապրելու։ Եվ դա ընդհանրապես խոստում էր 4000 տարի հետո, երբ որ Հիսուսը մահացավ խաչի վրա, նա կատարեց այդ խոստումը եւ նա թագադրվեց որպես սրանից առաջ նա մեր ստեղծիչն էր, իսկ հիմա նա դառավ մեր նաեւ փրկագնողը։ Ուրեմն կարդանք Հովհաննես 18 գլխի 28-ից մինչև 32 համարները։ Հիսուսին կայապ հայմոտից տարանատյան, վաղ առավոտ էր, նրանք ատյան չմտան, որպեսի չփղծվեն, այլ որպեսի զատիկն ուտեն, որտեղ Պիղատոսը հեթանոս էր եւ այդ տերիտորիան իրենց համար, այդ տարածք իրենց համար հեթանոսական տարածք էր։ Դրա համար իրանք չմտան, որպեսի չփղծվեն, որպեսի կարողանան զատիկը ընդունեն, ուտեն։ Պիղատոսը դուրս ելավ նրանց մոտ եւ ասաց. այդ մարդու դեմ ինչ մեղադրանք եք առաջադրում։ Հարց է տալիս։ Պիղատոսը դատավորն է։ Եվ նրան պատասխանեցին. չեն ասում, ինչի մեջ են մեղադրում։ Ուղղակի պատասխանում է. եթե նա չարագործ չլիներ, ապա նրանք քեզ չէին մատնի։ Չենք բերի քեզ մոտ, եթե չարագործ չլիներ։ Այսինքն
մենք փաստ չունենք քեզ ներկայացնելու, այլ պահանջում ենք, որ ուղղակի մեր խոսքերին հավատաս։ Այդ ժամ Պիղատոսը նրանց ասաց. այսինքն եթե դուք փաստ չունեք ասելու, նրան դուք վերցրեք ու ձեր օրենքի համաձայն դատեք։ Ինչ եք բերել իմ մոտ, եթե դուք փաստ չունեք նրա դեմ։ Հրեաները նրան ասացին. մեզ չի թույլատրվում որևէ մեկին մահապատժի ենթարկել։ Այսինքն այս խոսքերով արդեն իրանք այդ ծրագիրը մատուցեցին Պիղատոսի, որ մենք եկել ենք, որպեսի պահանջենք այս մարդու մահը, որպեսի կատարվեր Հիսուսի այն խոսքը, որ ասաց, ցույց տալով, թե ինքն ինչ մահով է մեռնելու։ Շարունակենք կարդալ նորից 18 գլխից 33-ից 38 համարները։ Պիղատոսը դարձյալ ատյան մտավ, կանչեց Հիսուսին ու հարցրեց նրան. դու ես հրեաների թագավորը։ Հիսուսը պատասխանեց. դու այդ ինքդ ես հարցնում, թե քեզ ուրիշներն են իմ մասին ասել։ Ինչու Հիսուսը այս հարցը տվեց Պիղատոսին։ Որտեվ Հիսուսը եկել էր ոչ միայն հրեաների փրկության համար, այլ նաև բոլոր մարդկանց փրկության համար, ներառյալ Պիղատոսի փրկության համար։ Եվ Պիղատոսին այս հարցով նա մարտահրավեր է նետում այս խուսակալին, արդյոք նա հասկանում է, թե ում հետ է խոսում, ում հետ գործ ունի, որ ինքը սովորական մարդ չի, ինքը փրկիչն է, որ եկել է փրկի։ Ընթերցողն արդեն գիտի, որ Հիսուսը թագավորն է, իսկ խուսակալը գիտի արդյոք։ Պիղատոսը հարցին հարցով է պատասխանում, այսինքն չի ուզում պատասխանի, երբ որ մարդ չի ուզում պատասխանի, նա հարցով է պատասխանում հարցին, ինչ հարց է նա տալիս։ Պիղատոսը պատասխանեց. միթե ես էլ հրեա եմ, քո ազգն ու քահանայապետները քեզ մատնեցին ինձ, ուրեմն ինչ ես արել։ Հիսուսը պատասխանեց. իմ թագավորությունն այս աշխարհից չէ, եթե իմ թագավորությունն այս աշխարհից լիներ, ապա իմ հետևորդները կպայքարեին, որ ես հրեաների ձեռքը չմատնվեի, ուստի եւ իմ թագավորությունը այստեղից չէ։ Իմ թագավորությունը Հիսուս ուզում է ասել ժամանակավոր թագավորություն չէ, այս աշխարհի, ինչպես այս աշխարհի թագավորությունները։ Իմ թագավորությունը հավիտենական թագավորություն է եւ բոլորովին այլ կերպ թագավորություն է։ Արդ Պիղատոսը նրան ասաց. ուրեմն դու թագավոր ես։ Հիսուսը պատասխանեց. դու ես ասում, որ թագավոր եմ։ Ես ծնվել եմ ու աշխարհ եմ եկել, որպեսզի ճշմարտության մասին վկայեմ։ Որոշ մարդիկ այստեղ նշում են, որ ոչ թե Հիսուս ասում է ես թագավոր եմ, այլ ասում է դու ես ասում, որ ես թագավոր եմ։ Բայց Հիսուս ինչ ասում, ասում է իմ թագավորությունը այստեղից չի։ Այսինքն այդ ասելով ինչ է, ինքը հաստատում է, որ ինքը թագավոր է եւ թագավորություն ունի։ Ամեն ոք, ով ճշմարտությունից է, իմ ձայնը լսում է։ Պիղատոսը նրան ասաց. ինչ է ճշմարտությունը։ Եվ այս ասելուց հետո դարձյալ դուրս գնաց հրեաների մոտ ու նրանց ասաց. ես նրա մեջ ոչ մի հանցանք չեմ գտնում։ Ուրեմն Պիղատոսը խուսափեց պատասխանել, իր մոտ անհանգստություն, ավելի շատ գրգռվածություն առաջացրեց Հիսուս։ Այսինքն դու եկել ես, ես եմ քո բախտը որոշում, իսկ դու այնպես ես ուզում ներկայացնել, կարծես թե դու ես իմ բախտը որոշում։ Եվ իրականում այդտեղ որոշում էր ոչ թե Հիսուսի ճակատագիրը, այլ մարդկության ճակատագիրը
և գումարած Պիղատոսի ճակատագիրը։ Հիսուսը ուզում է ասել Պիղատոսին, դու հասկանում ես, որ հիմա քո ճակատագիրն է որոշում։ Այսինքն քո որոշումից կախված է քո ճակատագիրը։ Արդյոք դու արդար որոշում կկայացնես, թե ոչ, եւ դրանից է կախված քո հավիտենական ճակատագիրը։ Տեսնենք ինչ որոշում կատարեց Պիղատոսը։ Եվ երբ որ Պիղատոսը խուսափեց այդ հարցին պատասխանելու, դա ճշմարտությունից հեռանալու կամ ճշմարտությունը մերժելու նրա առաջին քայլն էր։ Գիտեք, մենք ճշմարտությունը չենք մերժում մի անգամից, մի օրվա մեջ, մի ժամվա մեջ, մի րոպեում ոչ։ Մենք այն մերժում ենք շարունակաբար, փոքր քայլից սկսած, մինչև այն մեծանում է եւ դառնում է ամենամեծ քայլը։ Քայլ առ քայլ ենք մերժում ճշմարտությունը։ Երբ որ ճշմարտության մի մասը ընդունում ենք, մյուս մասը չենք ընդունում, մի մասը ուզում ենք, մյուս մասը չենք ուզում, մենք հեռանում ենք ճշմարտությունից։ Պիղատոսը թույլ տվեց, որ նախապաշարումներին արգելափակեն իր ընկալումը։ Ոչ միայն նախապաշարումները։ Ինքը շատ էր գնահատում իր այդ մեծ դիրքը, որ ինքը կուսակալ էր, որ ինքը անձամբ կեսարին էր ենթարկվում, կեսարի իր պետն էր, և ինչպես կտենանք հետո նրա համար դա ռեալիտետ էր, այսինքն նա Աստծուց ավելի շատ գերադասում էր իր դիրքը, կուռք էր դարձել իր դիրքը իր համար։ Հիսուսը պատասխանում է, որ իր թագավորությունը այս աշխարհից չէ, Պիղատոսն այնտեղ Եվ Հիսուսը կարևոր բացատրություն է նրա տալիս, որ այո, ինքը ծնվելու աշխարհ եկել, որպեսզի ճշմարտության մասին վկայի եւ ամեն ոք, ով ճշմարտությունից է, իր իսկ ձայնը լսում է։ Ինչ է ճշմարտությունը, հարցնում է Պիղատոսը։ Մենք գիտենք, Աստվածաշունչը բացատրում է ինչ է ճշմարտությունը։ Հիսուսը մի քանի տեղերում Հովհաննես առաջին գլխի առաջինից 5 տեղերում ասում է, որ լոգոսն է ճշմարտությունը, այսինքն Հիսուսը լույսն ու ճշմարտությունն է, եւ այս ամենը հակադրվում է խավարին ու կեղծիքին, նա լի է շնորհով եւ ճշմարտությամբ, Հովհաննես 1:14-ն է ասում, շնորհն ու ճշմարտությունը նրա միջոցով եղան, Հովհաննես 1:17-ն է այդ մասին ասում, Հովհաննես 5:33 ասում է, որ Հովհաննես Մկրտիչը վկայեց ճշմարտության մասին, այսինքն որ սա է Աստծո գառը։ Հովհաննես 7:28-ը հաստատում է, Հիսուսը հաստատեց Հովհաննես 7:28-ում, որ իր հայրը ճշմարիտ է։ Հիսուսն ինքը ճշմարտությունը լսել է իր հորից, նա ասում է դա Հովհաննես 8:40-ում եւ Հովհաննես 17:17-ը, Հովհաննես 14:6-ը, Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը ու կյանքը, եւ Հովհաննես 17:17-ը Աստծո խոսքը ճշմարտություն է։ Այս բոլորը, եթե Պիղատոսը մնար սենյակում եւ սպասեր պատասխանի, կստանար այս բոլորի պատասխանը եւ միգուցե դա օգներ իրեն ճիշտ ընտրություն անելու, բայց քանի որ իր խելքը ուրիշ տեղ էր, այսինքն հանկարծ ինքը չկորցնի իր դիրքը, հանկարծ այս մարդիկ նորից ապստամբություն չբարձրացնեն, որտեղ իրան զգուշացրել են, որ մի անգամ եւս իրանք ապստամբություն բարձրացնեն, դու քո դիրքը կկորցնես, եւ նրա միակ մտահոգությունը դա էր, ոչ թե իր հավիտենական փրկությունը, այլ դա։ Ուրեմն չնայած իր հարցին Պիղատոսը բաց թողեց ճշմարտությունն իմանալու հնարավորությունը իր նախապաշարումների նախկին որոշումների եւ ճնշումների պատճառով, այսինքն նախկինում նորից ինքը դատավոր էր, բայց շատ սխալ որոշումներ էր կատարել, գնացել էր իր խղճին հակառակ եւ դրանով իսկ հող էր նախապատրաստել, որ այս անգամ էլ ինքը սխալ որոշում է կայացնելու, ինչը եւ տեղի ունեցավ։ Շարունակենք կարդալ Հովհաննեսի 18 գլուխը 38 համարից։
Պիղատոսը նրան ասաց. «Ինչ է ճշմարտությունը», եւ այս ասելուց հետո դարձյալ դուրս գնաց հրեաների մոտ ու նրանց ասաց. «Ես նրա մեջ ոչ մի հանցանք չեմ գտնում»։ Բայց տեսեք, ինքը դատավոր է եւ պարզ վկայություն է տալիս. ես ոչ մի հանցանք չեմ տեսնում այս մարդու հետ։ Կարծես թե այդքանը հերիք է եւ մյուս նախադասությունը պետք է լինի սա. ես բաց եմ թողնում նրան, որտեւ ինքը մեղավոր չի։ Բայց 39 համար ասում է. բայց ձեր մեջ կա մի սովորույթ, որ զատկին ձեզ համար մի բանտարկյալ պիտի արձակեմ, արդ ուզում եք, որ ձեզ համար հրեաների թագավորին արձակեմ։ Սակայն բոլորն աղաղակեցին եւ ասացին. ոչ դրան, այլ Բարաբային, իսկ այդ Բարաբան մի ավազակ էր։ Ուրեմն Պիղատոսը չսպասեց ճշմարտության վերաբերյալ Հիսուսի պատասխանին, փոխարեն նա դուրս գնաց, որ փորձի համոզել ամբոխին։ Հիսուսին ազատ արձակելու փոխարեն Պիղատոսն իրեն անբարենպաստ վիճակում դրեց։ Կրոնական առաջնորդները հասկացան, որ կարող են ամբոխի միջոցով շահարկել կուսակալին։ Պիղատոսը նշում է զատկի ժամանակ բանտարկյալներից որևէ մեկին ազատություն շնորհելու սովորույթը եւ հարցնում, թե մարդիկ կամենում են, որ ազատի հրեաների թագավորին։ Զարմանալիորեն նաեւ հեգնանքով ամբոխը խնդրում է ազատ արձակել Բարաբանով ավազակին, այլ ոչ թե անմեղ Հիսուսին։ Այստեղ մի զարմանալի բան է տեղ ունենում։ Դատավորը հարցնում է ամբոխին. ազատի թե չազատի այս անմեղ մարդու։ Գիտեք, պատկերացրեք, որ դատարանում դատ է գնում եւ դատավորին կամ ժյուրիին, ինչպես Ամերիկայում, տրված է այդ արտոնությունը, որպեսզի որոշում կայացնի այս մարդը մեղավոր է թե ոչ, եւ դատավորը կամ ժյուրին, որ կարծեմ թե բաղկացած է 12 հոգուց, որոշում կայացնելու փոխարեն շուռ են գալիս եւ հարցնում են դատարանում նստածներին. հա, այս մարդը անմեղ է, բայց բաց թողնեմ թե չէ։ Ոնց թե դու ես օրենքի ներկայացուցիչը, քեզ է տված այդ արտոնությունը, այդ իրավունքը ճշմարտապես դատելու եւ դու հարցնում ես այս մարդկանց, մեղավոր մարդկանց, ովքեր նստած են դահլիճում, դու հարցնում ես ամբոխին, որն է ճիշտը, բաց թողնեմ թե ոչ։ Ամբոխը այսօր այսպես է մտածում, վաղը այնպես։ Ամբոխը մի քանի օր առաջ գոռում էր Օվսաննա, պաշտում էր Հիսուսին, որտեղ կարծում էին, որ Հիսուս հեսա կնստի թագավոր, իրանք էլ առոք փառոք կապրեն, պորտաբույծ կյանքով առոք փառոք։ Հիսուս իրանց համար ամեն ինչ կանի, կազատի, կապահովի եւ այլն եւ այլն։ Իրանք էլ քեֆ կանեն։ Բայց տեսան, որ չէ։ Հիսուսը չի անում իրենց ուզածը եւ այսօր այս ամբոխը, որի մեջ կային լիքը մարդիկ ու ինքը բուժել էր, գոռում է, որ խաչիր դրան։ Եվ ընտրում են մի ավազակի եւ զարմանալի չէ, որ ընտրում են ավազակի, որովհետեւ իրենք իսկ ավազակ էին առաջնորդները եւ նրանց հետևորդները, ով որ հետևում էր նրանց։ Դա Հիսուսի խոսքերն են։ Երբ որ Հիսուսը ասեց. դուք այս իմ աղոթքի տունը սարքել եք ավազակների բույն, այսինքն դուք ավազակ եք դարել։ Եվ պարզ է, որ իրենց ընտրությունն պետք է կաներ ավազակի վրա։ Այդ ժամանակ շարունակենք կարդալ 10 գլուխը առաջին համարից։ Այդ ժամանակ Պիղատոսը հրամայեց վերցնել ու գանահարել Հիսուսին։ Նորից մյուս սխալ քայլը։ Գիտեք, հռոմեական օրենքով դեռ այսինքն ինքը դեռ որոշումը չէր հայտնել, չէր ասել մեղավոր է Հիսուս թե ոչ։ Եթե որոշումը արդեն հայտնացներ, որ մեղավոր է, միայն այդ դեպքում, այսինքն այդ գլանակը, որ ինքը գցեց այդ ժողովրդի առաջ, կինոյում ինչպես ցույց տալիս որոշումը, միայն այդ դեպքում նա ըստ հռոմեական օրենքի արդեն դատապարտված մարդուն կարող էին գանահարել։ Գանահարում էին, հետո էին տանում խաչել։ Բայց ինքը ասում է Հիսուսը անմեղ է։ Եվ ինքը դեռ չի դատապարտել Հիսուսին, բայց
ասում է հրամայում է որ գանահարեն Հիսուսին։ Ինչու՞։ Ըստ երևույթին նա կարծես թե ուզում է արթնացնել խիղճը մարդկանց, որ եթե նրանք տեսնեն ինչպես են անմեղ Հիսուսին գանահարում, կարծես թե խիղճը նրանց կարթնանա եւ նրանք ուրիշ որոշում կկայացնեն, բայց ինքը չարաչար սխալվեց, նրանց խիղճը չարթնացավ, նրանց խիղճը խորքնած էր եւ ավելի վատ եղավ։ Զինվորները փշերից փսակ հյուսեցին, նրա գլխին դրեցին ու ծիրանի հագցրին, այսինքն գանահարեցին, վերջացրին եւ շարունակեցին ձեռ առնել Հիսուսին։ Գալիս էին նրա մոտ ու ասում ողջույն իրաների թագավոր եւ ապտակում էին նրան։ Պիղատոսը դարձյալ դուրս ելավ ու նրանց ասեց. Ահա նրան դուրս եմ բերում, որպեսզի իմանաք, որ ես նրա մեջ ոչ մի հանցանք չեմ գտնում, երկրորդ անգամ ինքը իրան դատապարտում է Պիղատոսը։ Ինքը իր բերանով երկրորդ անգամ հաստատում է. ես հանցանք չեմ գտնում այս մարդու մեջ։ Եթե չես գտնում Պիղատոս, ինչի բաց չես թողնում։ Ինչի տանջեցիր այս մարդուն, ինչի թույլ տվեցիր, որ զինվորները իրեն ձեռ առնեն եւ այդքան տանջեն։ Ինչու։ Որտեւ երբ որ մարդ ճշմարիտ ճանապարհով չի գնում, նա սկսում է սխալ քայլեր անել մեկը մյուսի հետևից, երբ որ իր նպատակը սխալ է։ Արդ Հիսուսը դուրս ելավ, փշե պսակը գլխին եւ ծիրանին հագին, եւ Պիղատոսը նրանց ասաց. ահա այդ մարդը։ Այսինքն ահա մարդը, որ սա է մարդ։ Ուզում է ասի, տեսեք տարբերությունը, այս այլանդակ ավազակը, որ արդեն այնքան ավազակություն է արել, այլանդակվել է իր տեսք իր ամեն ինչը, եւ այս վեհ ու վսեմ արարածը, այս մարդը։ Երբ քահանապետներն ու պահակները նրան տեսան, աղաղակեցին ու ասացին. խաչը հանիր դրան։ Ուրեմն Պիղատոս ուզում էր երկու նապաստակ սպանել, համ արդարություն անել, համ էլ գոհացնել ամբոխին եւ առաջնորդներին, բայց այդպես չի լինում։ Երբեք չի լինում։ Եթե դու անում ես արդարությունը, դու չես կարող գոհացնել անարդար մարդկանց։ Դու պետք է ընտրես մեկը, կամ գոհացնում ես նրանց, կամ էլ արդարություն ես անում։ Եվ իր խելքով Պիղատոսը կարծես թե ուզում էր խուսափել այդ պատասխանատվությունից, այդ ընտրությունից, բայց վերջը խուսափելու տեղ չմնաց։ Իրան, այսպես ասած, դեմ տվեցին պատին, որպեսզի ինքը այդ քայլը անի։ Երբ քահանապետերն ու պահակներն նրան տեսան, աղաղակեցին ու ասացին. խաչը հանիր դրան։ Պիղատոսը նրանց ասաց. դուք վերցրեք նրան ու խաչը հանեք, որտեղ ես նրա մեջ հանցանք չեմ գտնում։ Երրորդ անգամ արդեն այս դատավորը, այս կուսակալը հաստատում է, որ ինքը հանցանք չի գտնում այս մարդու մեջ։ Եվ փոխարեն ազատելու Հիսուսին, նորից ուզում է նրանց համոզել. Պարոն դատավոր, դուք այդտեղ նստած եք, որպեսզի արդարություն անեք, թե դատարանում նստած մարդկանց համոզեք, որ իրանք անեն այդ որոշումը եւ ճիշտ որոշում անեն։ Ոչ, որոշումը դուք պիտի անեք, այլ ոչ թե այդ մարդիկ, այլ ոչ թե ամբողջ։ Ձեր վրա է դրած այդ պարտականությունը, չեք կարող խուսափել։ Այսօրվա դատավորները իհարկե եւ իրանց դիրքի եւ իրանց փողերի համար, գիտեք, ինչքան կաշառք են վերցնում եւ ինչքան անարդար որոշումներ են կատարածում, որտեղ ողնաշարժ չունեն, որտեղ փողի գերի են, որտեղ սկզբունքային մարդ չեն։ Գիտեք, փողը բոլորին սարքում է փալաս, փողի մոլությունը։ Երբ որ մարդը անարդարություն է անում եւ դավաճանում է ճշմարտության սկզբունքներին, ինքը դառնում է փալաս, այսինքն ինքը կամք չունի էլ, անողնաշար մի մարդ է դառնում։ Եվ նույնը Պիղատոսի հարցում էր։ Ասում է դուք վերցրեք նրան ու խաչը հանեք։ Հրեաները նրան պատասխանեցին. մենք օրենք ունենք եւ համաձայն մեր օրենքի նա պետք է մեռնի, որովհետեւ իրեն Աստծո որդի դարձրեց։ Երբ Պիղատոսն այս խոսքը լսեց, ել ավելի վախեցավ։ Նա դարձյալ ատյան մտավ եւ Հիսուսին ասաց. դու որտեղից ես։ Այսինքն
ասում են Աստծո որդի։ Երբ Պիղատոսն այս խոսքը լսեց, էլ ավելի վախեցավ, նա դարձյալ ատյան մտավ Հիսուսին ասաց. դու որտեղից ես, բայց Հիսուսը նրան չպատասխանեց։ Ինչի՞ Հիսուսը նրան չպատասխանեց։ Գիտեք, երբ որ այսօր Աստված մեզ դիմում է, երբ որ հնարավորություն է տալիս մեզ ճշմարտությունը ճանաչելու եւ ընդունելու, եւ մենք արհամարհում ենք այդ հնարավորությունը, միգուցե եւ երկրորդ հնարավորությունը էլ չտրվի, եւ նույնը եղավ Պիղատոսի հետ։ Նրա հնարավորությունը այն ժամանակ է, երբ որ ինքը հարցրեց ինչ է ճշմարտությունը, բայց պատասխանը չլսեց։ Եվ հիմա Հիսուսը արդեն լռում է։ Գիտեք ինչու։ Որտեվ չի սիրում Պիղատոսին, չի ուզում Պիղատոսը ճիշտ իմանա, ոչ։ Ուղղակի էլի մաս չկա ասելու, որտեվ ինչ էլ ասի, Պիղատոսը արդեն գալարվում է ներքև իր սխալ որոշումներով։ Եվ էլ հնար չկար իրեն կանգնեցնել։ Գիտեք ինչի, որովհետև այստեղ չի նշվում, բայց մի ուրիշ ավետարան նշվում է, որ նույնիսկ իր կինը իրան լուր ուղարկեց, ասեց դա Աստծո սուրբն է, ոչ մի բան չանեց նրան, խնդրում եմ, դա վերջին նախազգուշացումն էր, որ Աստված ուղարկեց Պիղատոսին։ Դա վերջին նախազգուշացումն էր, որով Աստված ուզում էր Պիղատոսին կանգնացնել, բայց ցավոք Պիղատոսը չկանեց, եւ դրա համար արդեն ավելորդ էր եւ իզուր էր, Հիսուսը լռում էր։ Աստված մի արածցնե, որ մեր կյանքում այնպիսի օր գա, որ Հիսուսը լռի եւ մեր հարցերին ու խնդրանքներին չպատասխանի, ինչու, որտեղ մենք արհամարել ենք նրան դրանից առաջ։ Եվ էլ իմաստ չկա խոսալու, որտեղ էլի ենք արհամարելու։ Արդ Պիղատոսը նրան ասաց. ինձ հետ չես խոսում, չգիտես, որ իշխանություն ունեմ քեզ խաչը հանելու եւ իշխանություն ունեմ քեզ ազատ արձակելու։ Օ, այդքանը հասկանում ես, պարոն Պիղատոս, բայց ինչի՞ չես օգտագործում քո իշխանությունը եւ չես արձակում անմեղ մարդու։ Հիսուսը պատասխանեց. դու ինձ վրա ոչ մի իշխանություն էլ չէիր ունենա, եթե այն քեզ վերուստ տրված չլիներ։ Դրա համար նա, ով ինձ քո ձեռքը մատնեց, ավելի մեծ մեղք գործեց։ Այսինքն կրոնական առաջնորդները։ Եվ դրանից հետո Պիղատոսն ուզում էր նրան ազատ արձակել, բայց հրեաներն աղաղակում են եւ ասում, եթե նրան ազատ արձակես, Կայսրի բարեկամը չես, ով իրեն թագավոր է համարում, իսկ ով իրեն թագավոր է համարում, հակառակ է Կայսրին։ Այսինքն ինչ, դուք ուզում ես քո պետի դեմ գնալ, հայտնվել է ինչ-որ մեկը, որ ասում է ես թագավոր եմ։ Եվ փոխանակ Պիղատոսը նրանց ասի ոչ, ինքը չի ասում ես կեսար եմ, կեսարի փոխարեն եմ։ Այս մարդը ասում է, որ իր թագավորությունը այստեղի չի, այս ժամանակով թագավորությունների չի։ Ինքը նորից վախենում է։ Օ, կգնա իմ պետի ականջին, կհասնես բոլորը եւ ես կկորցնեմ իմ դիրքը։ Այսօր էլ մարդիկ վախենում են կորցնել իրենց դիրքը, իրենց փողերը, իրենց փառքը, իրենց էսը, այնը, բայց չեն վախենում կորցնել իրենց հավիտենական կյանքը, իրենց հավիտենական երանությունը։ Գիտեք, Աստված ձեր կորցրած դիրքի փոխարեն կարող է տալ 1000 հատ ավելի լավ դիրքեր։ Միայն վստահություն է պետք։ Եվ մի անգամ ասենք նորից կրծնենք, Պիղատոսը հենց սրա համար իրան դուրս հանեցին իր դիրքից, որտեղ իմացան, որ ինքը անմեղ մարդու է խաչել։ Եվ դրա պատճառով նրան հեռացրեցին իր պաշտոնից։ Եվ ինքը հետո խղճի եւ աքսորեցին եւ խղճի խայթերին չդիմանալով ինքը ինքնասպան եղավ։ Ուրեմն զգուշ լինենք, թե մեր որոշումները ուր են ստանում։ Զգուշ լինենք, եթե մենք ուզում ենք իբր թե պահպանել մեր դիրքը, կարևոր դիրքը։ Այս աշխարհում ոչինչ ավելի կարևոր չի, քան թե հավիտենական փրկությունը։ Աստված մեզ այսօր դիրքեր, պաշտոններ, գործ է տալիս, որպեսզի մենք օգտագործենք դա
հանուն արդարության, հանուն մարդկանց օգնության, հանուն ճշմարտության, հանուն օգնության մարդկանց, ծառայության, այլ ոչ թե մեր եսասեր նպատակների համար։ Եվ եթե մենք ճիշտ ենք օգտագործում մեր պաշտոնը, մեր դիրքը, ոչ մեկ չի կարող մեզ այդ դիրքից շարժել։ Հիշենք սա։ Իսկ ուրացողի վերջը ուշ թե շուտ գալիս է։ Իմացեք, ինչ իշխանություն որ ունեք, ի վերուստ է ձեզ տրված, եւ եթե ճիշտ չեք օգտագործում, այն կվերցվի ձեզանից։ Երբ Պիղատոսը այս խոսքերը լսեց, Հիսուսին դուրս բերեց եւ ինքը նստեց բեմի վրա, այնտեղ որ քարահատակ էր կոչվում, եբրայերեն Գաբաթա, զատկի նախորեն էր, մոտարապես 6-րդ ժամը, եւ նա հրեաներին ասաց. «Ահա ձեր թագավորը»։ 6-րդ ժամը, ժամը 3-ն էր ցերեկվա իրենցվում, եւ նա հրեաներին ասաց. «Ահա ձեր թագավորը»։ Իսկ նրանք աղաղակում էին. «Վերցրու, վերցրու եւ խաչը հանիր դրան»։ Պիղատոսը նրանց ասաց. «Ձեր թագավորին խաչը հանե»։ Քահանապետները պատասխանեցին. «Մենք բացի Կայսրից ուրիշ թագավոր չունենք»։ Գիտեք, իրենց ատելությունը Հիսուսի հանդեպ, նրանք ատում էին Կայսրին, նրանք ատում էին Հռոմը, նրանք ատում էին հռոմեացիներին, բայց իրանք ավելի շատ ատում էին իրենց փրկչին, իրենց թագավորին, Հիսուսին ավելի շատ էին ատում։ Եվ նրանք իրենց հայտարարեցին, որ մենք հավատարիմ ենք Կայսրին, եւ ով որ այս մարդուն ազատություն տա, նշանակում է գործում է Կայսրի դեմ։ Եվ իրենք իրենց բերանով ասեցին. բացի Կայսրից ուրիշ թագավոր չունենք։ Իսկ ում էր ներկայացնում Կայսրի իշխանությունը? Սատանային, Ներոնը, գիտեք, Սատանայի ներկայացուցիչ էր այս երկրի վրա, բռնակալ եւ ահավոր արյուն թափող մի մարդ, որը խեղված էր ուղեղով։ Այսինքն, այլ խոսքերով ասած, հրեաները ընտրեցին Սատանային որպես իրենց թագավոր, աշխարհիկ ղեկավարին, որը հեռացած էր Աստծո ճշմարտությունից։ Այն ժամանակ Հիսուսին նրանց ձեռքը հանձնեց, որ խաչը հանվի։ Նա մի քանի հատ սխալ քայլեր արել եւ վերջին սխալ քայլն արեց։ Խաչը հանձնեց այդ հրամանագիրը, որ խաչը հանեն։ Չնայած ինքը իր բերանով ասեց, որ նա արդար է։ Նա ինքն էր խաչը վերցրել եւ գնում էր այնտեղը, շարունակենք 17 համարից կարդալ, որ Գագաթ էր կոչվում, որ եբրայերեն Գողգոթա է կոչվում։ Այնտեղ նրան խաչը հանեցին եւ նրա հետ եւս երկու հոգու, այս եւ այն կողմից, իսկ Հիսուսին մեջտեղում։ Պիղատոսը մի տախտակի վրա գրեց եւ դրեց խաչի վրա գրված էր. Հիսուս Նազովրեցի հրեաների թագավոր։ Այդ տախտակը հրեաներից շատերը կարդացին, որտեղ այնտեղը, որտեղ Հիսուսը խաչը հանվեց, քաղաքին մոտ էր, իսկ տախտակի վրա գրված էր եբրայերեն, հունարեն եւ լատիներեն։ Արդ հրեաների քահանապետները Պիղատոսին ասացին. «Մի գրիր հրեաների թագավոր», այլ ինչպես նա ասաց հրեաների թագավոր է, որ ինքն է ասում, ոչ թե իսկականից հրեաների թագավոր է։ Պիղատոսը պատասխանեց. «Ինչ գրեցի, գրեցի», այսինքն այս մի խնդրանքը ինքը մերժեց։ Կարծես թե ինքը դավանում էր Քրիստոսին թագավոր, չէ՞, ասեց այդ կպցրեք իր գլխին, որ ինքը թագավոր է, որ հրեաները խաչել են իրենց թագավորին։ Բայց միթե դա նրան փրկեց, կործանումից ոչ։ Կարևոր չէ, թե մենք մեր բերանով ինչ ենք դավանում, կամ մեր գրածով։ Կարևոր է, թե մենք արդյոք Աստծուն դավանում ենք մեր կյանքում, մեր գործերով, ոչ միայն մեր խոսքերով, այլ նաև մեր գործերով եւ մեր կյանքում։ Սա է որոշում մեր ճակատագիրը, այլ ոչ թե միայն մեր գեղեցիկ խոսքերը կամ մեր բանավոր դավանությունը։
Եվ դարերի փափակ էջ 745 գրված է. այդ գրությունը Հիսուսի գլխավերևում փակցրել էին մի ավելի բարձր հեղինակության թելադրանքով, այսինքն Աստծո թելադրանքով, քան Պիղատոս ու հրեաներն էին։ Աստծո նախախնամությամբ այն պետք է արթնացներ մարդկանց միտքը եւ դրդեր քննելու գրքերը, այսինքն Աստվածաշունչը։ Շարունակենք կարդալ 19 գլուխը։ Համարից։ Դրանից հետո Հիսուսը իմանալով, որ ամեն ինչ արդեն կատարված է, որպեսզի իրականանա գրված ասած ծարավ են։ Այնտեղ քացախով լի մի աման կար, նրանք քացախով մի սպունգ թրջեցին եւ այգի ծայրին դրած նրա բերանին մոտեցրին, երբ Հիսուսը քացախը բերանն առավ, ասաց. կատարված է։ Նա գլուխը խոնարհեց եւ հոգին ավանդեց։ Ինչը կատարվեց, այն ծրագիրը, որ հենց սկզբից մտածել էին Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին, որ եթե իրենց տված ընտրության հնարավորությունը սխալ օգտագործեն եւ սխալ քայլեր անեն, ով կազատի իրենց կործանումից։ Եվ այստեղ Հիսուսը օգտագործեց նույն խոսքը, որը գրված է Աստվածաշնչի Ծննդոց գլխի 2-րդ գլխում, որը ասում է եւ այսպես կատարվեցին երկինքն ու երկիրը, Աստված իր բոլոր գործերը կատարեց եւ 7-րդ օրը օրհնեց։ Այսինքն ստեղծագործական գործ ավարտել էր, Հիսուսը մեր ստեղծիչն էր, հիմա Հիսուսը դարձավ մեր փրկագնողը։ Այն խոստումը, որ Աստված տվել էր Եդեմում Ադամին ու Եվային, որ կնոջից ծնվելու է մեկը, որ ջախջախելու է սատանայի գլուխը, կատարեց 4000 տարի հետո, բայց կատարեց։ Եվ մարդիկ կան, որ շատ են խոստումներ տալիս, բայց խոստումը ընդհանրապես խոստումը արժեք չունի, մինչև որ այն կատարվում է, գործի է դրվում։ Եվ այդ ժամին, Հիսուսի մահվան ժամին, Աստծո անունը փառավորվեց, ինչու, որտեղ ամբողջ տիեզերքը, բոլոր հրեշտակները եւ տիեզերային արարածները տեսան, որ Աստված սուտասան չի, որ Աստված խոսք է տվել, որ կփրկի, որ Աստված իրոք սեր է եւ մինչեւ վերջ կգնա, որպեսի փրկի իր ստեղծած արարածներին, որպեսի փրկագնի նրանց։ Եվ այդ ժամին Աստծո անունը փառավորվեց խաչի վրա։ Եվ սատանան հասկացավ, որ իր կործանումը որոշված է։ Ուրեմն այս գրվածքը Հիսուս Նազորեցի հրեաների թագավոր, այն նշաններից մեկն էր, որ Հիսուսը թագադրվեց խաչի վրա որպես թագավոր։ Ահա Հիսուսը իսկապես նրանց թագավորը, հրեաների թագավորը, որ սովորական հանցագործի պես կախված էր խաչից։ Որքան էլ սարսափելի տեսարան էր ամեն ինչ կատարվում, իրագործվում, հասցվում է ավարտին։ Երբ Հիսուսն ասում է կատարված է, նա ավարտում իրականացնում է այն գործը, որ Հայրը տվել էր անելու, այսինքն իրագործում է այն ծրագիրը, փրկության ծրագիրը։ Երբ Հիսուսն արտաբերեց կատարված է, դա նշանակում էր, որ արդեն նա իր գործը ավարտեց, եւ նա իր գործը չավարտեց, մինչև որ լիովին արեց այն, ինչ որ պետք է աներ երկրի վրա։ Այդ օրը խաչի մոտ կանանցների մեջ էին նաև Հովհաննեսը, իր սիրելի աշակերտները, Հիսուսի մայրը Մարիամը եւ ուրիշներ։ Շատ տարիներ առաջ
Սիմեոն ծերունին կանխասել էր հենց այդ փորձառությունը, երբ Հովսեփին ու Մարիամը Հիսուսին բերել էին տաճար նրան նվիրաբերելու համար, երբ որ ասում է քո սրտով սուր է անցնելու, Մարիամին է ասում Սիմեոնը։ Այժմ մահանալու պահին Հիսուսը խոսում է մոր հետ, ով կին ահա քո որդին, իսկ Հովհաննեսին ասում է ահա քո մայրը։ Իր տանջանքների մեջ Հիսուսը չի մոռանում իր մորը, այլ նրան հանձնում է իր սիրելի աշակերտի խնամքին։ Եվ ասում է, այստեղ Աստվածաշունչը ասում է, որ հենց այդ ժամանակվանից էլ Հովհաննեսը միանգամից Մարիամին տարավ իր տուն։ Ոչ թե նրա խորտ զավակների մոտ ինքը մնաց, որտեղ Հովսեփ ուներ զավակներ իր առաջին կնոջից, ով մահացել էր, նրանց հետ չմնաց Մարիամը, այլ Հիսուսի մահից հետո Հիսուսը վստահեց նրան միայն Հովհաննեսին, եւ Հովհաննեսը իր մորը վերցրեց իր մոտ։ Շարունակենք կարդալ Հովհաննես 20 գլուխը։ Առաջին համարից շաբաթվա առաջին օրն աչալույսին դեռ լույսը չբացված Մարիամ Մագդաղենացին եկավ գերեզման եւ տեսավ, որ քարը գերեզմանից վերցված է։ Ուրեմն Հիսուսը մահացավ ուրբաթ օրը ուշ երեկոյան եւ հարություն առավ միաշաբթի օրվա աշալույսին, քանի որ շաբաթ էր մոտենում, երբ նրան թաղեցին։ Թաղման գործընթացը կատարվեց հապճեպ ու թերի, իրանք չհասցրեցին իր մարմինը ուծել տարբեր բաներով եւ որոշեցին, որ շաբաթը անցնի, նոր կբերեն կոծեն։ Որքան էլ նրա հետևորդները սիրում էին Հիսուսին, նրանք պահեցին շաբաթ օրը եւ գերեզման չգնացին։ Այսինքն շաբաթը երբեք չի փոխվել կիրակի։ Շաբաթից հետո մի քանիկին անուշահոտություններ գնեցին միաշաբթի կանող գերեզման տանելու համար։ Ի մեծ զարմանս նրանց քարը գերեզմանից վերցված էր եւ գերեզմանը դատարկ էր։ Եվ Մարիամ Մագդաղենացին այդ կանանցից մեկն էր։ Նա վազեց Պետրոսին ու Հովհաննեսին պատմելու այն, ինչ տեսավ, երկու տղամարդիկ վազեցին այնտեղ, Հովհաննեսն առաջ անցավ Պետրոսից եւ առաջինը տեղ հասավ, որտեղ ավելի ջահել էր, քան թե Պետրոսը արագ էր վազում։ Կրանալով ներս նայեց եւ տեսավ այնտեղ դրված կտավները, որոնցով թաղման ժամանակ փաթաթել էին Հիսուսին, սակայն նա ներս չմտավ, ինչի որտեղ երիտասարդ էր, երևի վախենում էր մտնել գերեզման։ Իսկ Պետրոսը ներս մտավ եւ տեսավ այնտեղ դրված կտավները։ Այսինքն Պետրոսը ավելի մեծահասակ էր եւ դրանից հետո Հովհաննեսն էլ խիզախեց եւ մտավ գերեզման։ Նա տեսավ նաեւ վարշամակը, որը Հիսուսի գլխին էր, բայց այն մյուս կտավների հետ չէր, այլ առանձին տեղում ծալված դրված էր։ Ինչու է այսքան մանրամասը նշում այս մասին, որտեղ շատ կարևոր է։ Եվ հետաքրքիր ասում այդ ժամանակ ներս մտավ նաև մյուս աշակերտը, իր մասին երրորդ դեմքով է խոսում Հովհաննեսը, որ առաջինն էր գերեզման հասել, տեսավ ու հավատաց։ Ինչու հավատաց Հովհաննեսը։ Որտեղ դեռ չէին հասկացել գրվածը, նա մեռելներից հարություն պիտի առնի, աշակերտները դարձյալ տուն գնացին։ Ինչու հավատաց Հովհաննեսը։ Թաղման կտավներն ու վարշամակը առանձին ծալված դրված Հովհաննեսին օգնեցին հավատալու, որ Հիսուսը հարություն է առել մեռելներից։ Ինչու։ Այս հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է խորհել, թե ինչու առաջին հերթին գերեզմանը դատարկ էր։ Ամենաբնորոշ պատասխանը լինելու էր, որ գերեզմանահատների ձեռքի գործն է։ Սակայն այս ենթադրությունը հերքվում է 3 պատճառով։ Նախ, Մատթեոսն ասում է, որ գերեզմանը հսկվում էր մի քանի զինվորների միջոցով, ինչը քիչ հավանական է դարձնում գերեզմանի կողոպուտը։ Երկրորդ, գերեզմանահատները սովորաբար գողանում են թանկարժեք իրեր, այլ ոչ թե նեխով մարմին։ Ինչներին էր պետք իրանց նեխով մարմինը վերցնեին։
Երորդ, նրանք շտապում են եւ չեն ծալում կտավները, ուստի զարմանալի չէ, որ երբ Հովհաննեսը տեսավ արշամակը, ծալված դրված հավատաց, որ Հիսուսը հարություն է առել մեռելներից։ Ուրեմն, երբ որ գողը մտնում է տուն եւ ինքը ամեն ինչ խառնում է իրար եւ իր ուզածը վերցնում է, գողը շտապում է, որ հեռանա, չէ, որ իրան չբռնացնեն։ Ինքը չի վերցնում նորից հասավոր մեծ սենյակը։ Ոչ, նույնը այստեղ է։ Այս բոլոր փաստերը ապացուցում են, որ Հիսուսը ոչ թե գողացվել էր, այլ իրոք հարություն էր առել։ Շարունակենք կարդալ 11 համարից։ Բայց Մարիամը դրսում գերեզմանի մոտ կանած լալիս էր։ Ուրեմն մյուսները տեսան չկան գնացին հետ, բայց Մարիամը մնաց եւ լալիս էր։ Մինչ լաց էր լինում, ներս կռացավ դեպի գերեզմանը եւ տեսավ երկու հրեշտակների սպիտակ զգեստներով նստած այնտեղ, որտեղ Հիսուսի մարմինն էր դրված, մեկը գլխի կողմում, մյուսը ոտքերի, եւ նրանք ասացին նրան. «Ովքին, ինչու ես լալիս»։ Նրանց ասաց. «Որտեւ իմ տիրոջը վերցրել են ու չգիտեմ, թե որտեղ են դրել նրան»։ Երբ այս ասաց, հետ շրջվեց ու տեսավ Հիսուսին կանած, սակայն չհասկացավ, որ Հիսուսն է։ Հիսուսն ասաց նրան. «Կին, ինչու ես լալիս, ում ես փնտրում»։ Իսկ նա կարծելով, թե պարտիզպան է, ասաց. «Տեր, եթե դու ես նրան վերցրել, ասա ինձ որտեղ ես դրել նրան, որպեսզի վերցնեմ»։ Հիսուսն ասաց նրան. «Մարիամ»։ Նա շրջվեց ու եբրայերեն ասեց. «Ռաբունի», որ վարդապետ է նշանակում։ Հիսուսն ասաց նրան. «Ինձ մի մոտեցիր, քանի որ դեռ հորս մոտ չեմ բարձրացել»։ Այսինքն Մարիամ ուզում էր նրան երկրպագել, դիպչել, բայց Հիսուսը ասեց. «Մի դիպչիր ինձ, որտեվ ես դեռ չեմ ստացել Աստծո հաստատումը, արդյոք իմ զոհը ընդունված է, թե ոչ»։ Եվ շարունակում է. «Դեռ հորս մոտ չեմ բարձրացել, բայց դու իմ եղբայրների մոտ գնա եւ ասա նրանց. ես իմ հոր եւ ձեր հոր մոտ եմ բարձրանում, իմ Աստծո եւ ձեր Աստծո մոտ»։ Այստեղ խոսքը գնում է ոչ թե Հիսուսի համբարձման մասին, երբ որ նա 40 օր հետո համբարձեց, ոչ։ Իր հարությունից անմիջապես հետո նա գնաց հոր մոտ, ստացավ հաստատումը, որ իր զոհը ընդունված է եւ նորից ներքևի չափ 40 օր էլ ծառայեց եւ նոր հետո 40 օր հետո իր աշակերտների աչքերի առջև համբարձվեց երկինք։ Մարիամ Մագդաղենացին եկավ եւ աշակերտներին պատմեց, որ ինքը տեսել է Տիրոջը եւ որ նա իրեն այս բաներն է ասել։ Այսինքն այս պատիվը առաջինը տեսնելու հարություն առած Հիսուսին տրվեց Մարիամին։ Ինչու? Որովհետեւ Աստված լավ գիտեր, Հիսուսը լավ գիտեր, որ Մարիամը իր ասած անելու է, որտեղ նա անմիջապես հրահանգ տվեց Մարիամին եւ խնդրավ, որ գնա եւ պատմիր քո եղբայրներին եւ քույրերին, որ տեսել ես ինձ։ Եվ Մարիամը արեց, իր համար խնդրեմ չկար։ Ինքը չէր վախենում, որ իր մասին կասեն գիժը, ու ասեցին, որ խենթացել է, բայց ինքը միևնույն է իր վրա դրած առաջադրանքը արեց։ Եվ դա վերաբերում է մեզ։ Աստված մեզ սպասում է մեզանից սպասում է ընդամենը այդքանը, որ մենք չվախենանք, որ մեզ կանվանեն աննորմալ, կամ խելառ, կամ գիժ, այլ իր դրված առաջադրանքները հավատարմորեն կատարենք, թե մեր եւ թե ուրիշների փրկության համար։ Այդքան սեր ունենանք մեր մեջ, որ չնայած իմանալով, որ կարող է մարդիկ մեզ ցածրացնեն եւ աննորմալ անվանեն, կամ խփնված, կամ խորացված, կամ չգիտեմ ինչ, բայց միևնույն է այնքան սեր ունենանք, որ անենք մեր Տիրոջ տված հրահանգը մարդկանց փրկության համար։ Ուրեմն այդ մի բառը Մարիամը որ ասեց, փոխեց Մարիամի ամբողջ կյանքը։ Հանկարծ ապշահար Մարիամը հասկացավ, որ հարություն առած Հիսուսն է խոսում իր հետ եւ ճանաչեց նրան։ Հիսուսը զգուշացրեց, որ Մարիամը չմոտենա իրեն, քանի որ ինքը դեռևս պետք է բարձրանա իր հոր մոտ, իսկ Մարիամը թող եղբայրների մոտ գնա եւ նրանց հայտնի, որ ինքն իր հոր եւ նրանց հոր իր Աստծո, նրանց Աստծո մոտ է բարձրանում,
որպեսզի ստանա հաստատումը, որ իր զոհը ընդունված է։ Մարիամը կատարեց իր առաքելությունը, նա գնաց ու պատմեց աշակերտներին, որ տեսել է Տիրոջը, ու նաև ներկայացրեց բոլոր մանրամասները, որոնք Հիսուսը փոխանցել էր իրեն։ Ասված է, որ մենք հետևենք Մարիամի օրինակին, այլ ոչ թե անողնաշար Պիղատոսի։ Եվ վերջում կարդանք երկու հատված Դարերի փափագից, մեկը 738 էջը, Պիղատոսը փափագում էր ազատել Հիսուսին։ Նա անկեղծ ուզում էր ազատել Հիսուսին, բայց դա հերիք չէ մեր փրկության համար։ Բայց նա տեսավ, որ չի կարող այդ անել եւ միաժամանակ պահպանել իր դիրքն ու պատիվը, իր կարծիքով, որտեղ եթե ինքը արդարություն աներ, ինքը կպահպաներ իր դիրքն ու պատիվը։ Բայց Սատանան իրան վախացրեց։ Սատանայի գործը հենց դա է, որ մեզ վախացնի, եթե այսպես չանես, կկորցնես քո դիրքը, քո պաշտոնը, քո փողերը, քո էսը, քո էնը։ Բայց նա խաբում է, ընդամենը խաբում է։ Եվ մեզ այցնում է մի բան, ընդամենը վստահել Աստծուն եւ գնալ առաջ, եւ ճիշտը անել։ Որպեսզի չկորցնի աշխարհիկ իշխանությունը, իր կարծիքով չկորցնի, գերադասեց զոհաբերել անմեղ մի կյանք։ Որքան մարդիկ են այսօր այսպես անարդար վարվում եւ կարծում են, թե Աստված չկա, կարծում են Աստված չի տեսնում, բայց դատավարության օրը նրանք պատասխան են տալու Աստծո առաջ, ինչպես եւ Պիղատոսը, եւ Պիղատոսի դեմ կլինի իր իսկ 3 անգամ արտաբերած խոսքերը, որ ես ոչ մի մեղք չեմ տեսնում այս մարդու մեջ։ Ուրեմն, որպեսզի չկորցնի աշխարհիկ իշխանությունը, գերադասեց զոհաբերել անմեղ մի կյանք։ Որքան մարդիկ են նույն ձևով զոհաբերում իրենց սկզբունքները, որ խուսափեն զրկանքներից ու դժվարություններից։ Խիղճն ու պարտքի զգացումը մի բան են թելադրում, իսկ սեփական շահը մեկ այլ բան։ Հոսանքն ուժգնորեն տանում է սխալ ուղղությամբ, եւ նա, ով համաձայնվում է չարի հետ, կորչում է մեղքի մռայլ հորձանուտներում։ Ցավոք։ Աստված մի արարցն է, որ մենք հայտնվենք մեղքի մռայլ հորձանուտներում մեր կատարած սխալ քայլերի ու որոշումների պատճառով։ Եվ վերջին տեղը, որ մենք կարդանք Դարերի փափագից, դա էջ 758-ն է։ Քրիստոսը կյանքի շեղրացավ, մինչև որ չավարտեց այն գործը, որ եկել էր կատարելու, եւ վերջին շնչում նա բացականչեց, կատարված է։ Մարտը շահված էր։ Նրա աջ ձեռքն ու նրա սուրբ բազուկը հաղթանակ էին բերել նրան։ Ինքը ամեն թուք ու մուրի դիմացավ, բայց փրկեց մեզ։ Ինքը ապացուցեց, որ ինքը այնքան է սիրում մեզ, որ մեզ փրկելու համար պատրաստ է ամեն ինչի դիմանալ, ամեն ինչ տանել։ Որպես հաղթող նա իր դրոշը կանեցրեց հավերժական բարձունքների վրա, ինչպես չցնծային հրեշտակները, ամբողջ երկինքը տոնում էր փրկչի հաղթանակը։ Սատանան կասկած էր սերմանել նրանց մեջ, որ իրենց Աստված արդյոք սեր է թե ոչ, բայց այս տեսարանից հետո նրանք 100% լիովին համոզվեցին, որ իրենց Աստված սեր է եւ որ Սատանան ստում էր իրենց Աստծո մասին։ Սատանան արտված էր եւ գիտեր, որ կորցրեց իր թագավորությունը։ Կատարված է բացականչությունը խոր նշանակություն ուներ հրեշտակների եւ չընկած աշխարհների համար, ինչպես նրանց, այնպես էլ մեզ համար դա նշանակում էր, որ փրկագնման մեծ գործ ավարտված է։ Նրանք մեզ հետ միասին կիսում են Քրիստոսի հաղթանակի պատուղները։ Երբ որ Հիսուսը գա եւ այս երկրի վրա իր թագավորությունը, իր հավիտենական թագավորությունը հիմնի, էլ կասկածի տեղիք չի լինի, էլ մեղքի համար պատճառ, այսինքն էլ մեղքի
էլ մեղք չի լինի, որտեվ կասկած էլ չի լինի։ Կասկածից է սկսում մեղքը, երբ որ մենք չենք վստահում մեր Աստծուն եւ սկսում ենք մեր խելքով շարժվել, այլ ոչ թե Աստծուց ենք մեր երկնային հորից հարցնում, թե ինչպես ապրենք։ Թող Աստված մեզ օրհնի, որ այս կարևոր դասերը, որ Աստված շնորհում է մեզ, օգնեն մեզ, մեր սրտում գրվեն, մեր մտքում գրվեն, որպեսզի մենք մյուս շաբաթ ամեն մեր գործի մեջ, ամեն մեր որոշման մեջ Աստծո անունը փառավորենք, ճիշտ քայլեր անենք, քայլեր, որ տանում են դեպի հավիտենական փրկություն, այլ ոչ թե դեպի հավիտենական կործանում։ Թող Աստված մեզ օրհնի այդ դրա մեջ եւ Աստծո ողորմությունով մինչև մյուս շաբաթ։